Բա ոնց է հիմա։ Դեռ վերակենդանացման բաժնում է։ Ծնողները, բա մայրը ուր է։ Մի կերպ տուն տարան։ Չեմ հասկանում ոնց է եղել արագ է քշել, հա։ Չէ, ասում են դիմացի մեքենան այն ինչ որ շատ արագ եկել։ Չեն թողնում մտնենք մոտը։ Բայց դուք իրար հետ չեք գալիս ես վերջերս դասի։ Հա, ասաց մի քիչ կուշանա, հետո զանգեց ասաց գալիս է։ Իսկ դու։ Ինքն է բերել Բարոյին։ Ոնց։ Ես ուղղակի այդ փողոցով էի անցնում ու տեսա մեքենան, տեսա որ վթարա ու մոտեցա տեսա որ Կարոն է։ Կարոյի պապան է։ Կներեք Կարոյի մոտ էիք։ Ինչ ասաց բժիշկը։ Հետո կխոսենք։ Հաստորեն վթարի պահին այնտեղ էիր։ Չէ։ Վթարից 1-2 րոպե հետո եմ հասել։ Բարձա։ Չսպասեցի, որ շտապ օգնություն ընկա, միանգամից բերել եմ հիվանդանոց։ Կներեք միջանցքում։ Բժիշկը ասաց, որ ընկերներից մեկը կարող է մի րոպեով ներս մտնել։ Դե, որդ եք ցանկանում։ Եկեք։ Դու շատ էիր ուզում, արի։ Արի։ Դու գնա։ Հա, գնա, ուրախանա որ քեզ տեսնի։ Թե ենք խմում, մամ։ Շաքար չեմ բերել, շոկոլադով կխմես, չէ՞։ Չեմ ուզում։ Բայց ինչի միասին խմենք։ Չեմ ուզում ու վերջ։ Մամ ջան, Նարեն մենակ չի, Արսենի հետ է գնացել են Կարոյին տեսնեն ու շուտ կգա տուն, էլի մի տխրի խնդրում եմ։ Գիտեմ չեմ տխրում։ Տեսնում եմ, որ տխրում ես։ Չէ, տխուր չեմ։ Դե արի թեյ խմենք։ Չեմ ուզում թեյ։ Ես գիտեմ, դու ուզում ես, որ Նարային զանգեմ, տեսնեմ ոնց է, ինչ է։ Հա, ուզում եմ։ Հենց հիմա զանգի։ Մամ, հիմա կարող է իրան հարմար չլինի, մի քիչ հետո կզանգեմ, էլի, այդքան մի անհանգստացի։ Դու ամեն ինչի համար անհանգստանում ես։ Չեմ անհանգստանում, ուղղակի կարոտել եմ։ Աղջկաս։ Այդքան բան։ Ես դուրս եմ գալիս։ Հիմա։ Այո, տեղ եմ գնալու։ Այդպես մի նայր, կաշխատեմ շուտ վերադառնալ։ Հորքոր ես Գարիկը հայտնվեց, էլի գլուխդ կորցրիր։ Ոչ։ Ինչի ոչ։ Ծաղիկներ է ուղարկում, հետո երջանիկ դեմքդ դրա բառապացույցը չի։ Ասեմ իմանաս, Լուսինե, Գարիկը գնաց էլի իր գործերով։ Արդ ձեզնից գլուխ չի հանում, հորքոր ջան։ Ես ընկերոս մոտ եմ գնում, բայց շուտ կգամ։ Դե, գնացի։ Հորքուր, դուռը այդ կողմը չի։ Լուսինե, լավ չես անում։ Դե մամ, կարող եմ մոռացել է։ Վատ բան ասացի։ Կարող եմ արգել ես ջուր խմել ձեր տան աղջիկ ջան։ Կերար։ Համլուր էր։ Կարող ես աթոռը քաշել նստել մի րոպե։ Իրեն շատ խոսել չի կարելի։ Ինքը խոսում է շատ դժվար ու շատ դանդաղ։
Ոնց ես։ Եթե չես կարող խոսել, մի խոսա։ Գլուխս ցավում։ Ոչինչ կանցնի։ Դու մի մտածի։ Մի րոպե։ Չթողում սովը։ Անցած անցնի։ Կարդե ժամանակա պետք է գլուխդ ուժեղ խփել ես։ Դու քաղաքում ես։ Չէ։ Ձեր տուն է եկել։ Չգիտեի։ Հորքորդ ասես որ չես գալու այսօր։ Հա բայց եկա, չէ։ Բա որտեղ ես։ Այդ հետո կպատմեմ։ Նարը Կարգ է շատ խոսել չի կարելի։ ուզում ես գնալ։ Հիմա գնամ, որովհետև չի կարելի երկար մնալ էլի մոտդ։ Հենց արդեն թույլ տան ավելի հաճախ կգանք։ Համել Աննան ու Աշոտն են միջանցքում։ Գնամ, հա կար։ Գնա Նարը։ Գալիս են, հա։ Նարին գնացել է տղայի մոտ։ Ոնց, հա։ Կգանք իմանանք։ Ինձ թվում էր, որ իմ զրույցները քեզ օգնում են։ Հա, այդպես էլ կա, շատ են օգնում։ Չէ։ Չէ, անկեղծ եմ ասում օգնում են։ Բայց եթե դու փակվում ես սենյակում ու դուրս չես գալիս ու խուսափում ես մարդկանցից, դա ինչ է նշանակում։ Այդպես կլինի։ Չեմ խուսափում։ Իսկ Լուսինեն այսօր մի քանի անգամ տուն է զանգել։ Ռուզանից հետաքրքրվել է քո մասին։ Լավ կլինի, որ Լուսինեն ինձ մոռանա։ Ինչի։ Այդպես ավելի լավ կլինի։ Ում համար։ Լուսինի։ Իրեն հարցրել ես, թե ինքդ ես որոշել։ Ինքը չի հասկանում, բայց ես իրան պետք չեմ։ Հեսա դատն է, ինձ կդատապարտ են, ու կարևոր չի թե քանի տարի կտան, իսկ ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկին պատճառով տանջվի, էլի տանջվի։